մեր բոլոր ժամանակահատվածները այս իմաստով պատմական են, որովհետև մենք ինքներս ենք պատմական։ Ում է պետք լինելու, արդյոք պետք է լինելու պատմությունը։ Ինձ թվում է արհեստական ինտելեկտի դերը չափազանցված է այսօր։ Բայց այդ դեպքում ով է լինելու հայտարարողը, որ մարդ չկա։ Միացյալ Նահանգները մեծ գումարներ ներդրում դրա կատարելագործման, բայց մյուս կողմից դա իրեն չի խանգարում, ասենք ֆինանսավորել Իսրայելին իրականացնել Պաղեստինում տեղի ունեցող։ Արևմուտքը երբ որ խոսել է իր մասին, դա հայտարարել է, որ խոսում է աշխարհի մասին։ Բելգիայում տեսա, որ ցուցահանդես էր ու գրած էր աֆրիկյան մշակույթի ցուցահանդես։ Պլատոնը բողոքում էր, որ երբ որ գիրը սկսի տարածում գտնել, մարդիկ սկսանում են տգիտանալ, անկարող դառնալ։ Ինչ է նշանակում պատմությունից դաս քաղել։ Մեր սերունդը լինելու է միակ սերունդը, որ տեսել է աշխարհը ինտերնետից առաջ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Բուն TV-ի եթերում Բարդ մարդ հաղորդաշարն է, ուր մենք քննարկում ենք մարդու եւ ժամանակի փոխակերպվող հարաբերությունները, իսկ այսօրվա թեմայի առանցքում ժամանակի պատմականությունը եւ պատմական ժամանակներում մարդու ինքնատեղորոշման հարցերն են։ Ձեզ հետ ինչպես միշտ բանաստեղծ Կարեն Անտաշյանը եւ հոգեբան Սոնա Մանուսյանն են, իսկ մեր այսօրվա գլխավոր զրուցակիցը պատմության փիլիսոփա, փիլիսոփական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանն է։ Դավիթ ջան, ողջույն։ 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 Ինչպես ասում է Ռեմարկը, ցանկացած սերունդ կարծում է, թե ինքը պատմության ամենաառանցքային եւ վճռորոշ տեղում է գտնվում հիմա։ Չգիտեմ մնացած սերունդները ինչպես, բայց ես եւ իմ սերունդը համոզված եմ շատերը կարծում են, որ իրոք ապրում են պատմական ժամանակներում։ Իմ ապրած համեստ 40 տարիների ընթացքում ես հասցրել եմ տեսնել մի ամբողջ աշխարհակարգի փլուզում իդեմս սովետական միության, հասցրել եմ տեղական նշանակության անկախության հռչակում, երկու պատերազմ, տնտեսական ճգնաժամեր, գլոբալ իմաստով ինտերնետային դարաշրջանի մեկնարկը, սոցիալական ցանցերի բումը, որը ամբողջությամբ փոխեց սոցիալական հարաբերությունները, COVID-ն եմ վերապրել ի վերջո եւ հիմա արդեն տեսնում եմ AI-ի դարաշրջանի արշալույսը, որը բոլորին աննախադեպ մի բան է։ Խնդրում եմ բացատրի մեզ Դավիթ ջան, արդյոք մենք ապրում ենք պատմական ժամանակներում հիմա, թե այդ զգացողությունը ցանկացած սերունդ ունենում է։ Արդյոք այդ դրամատիկ եւ մեծ փոփոխությունների խտությունը այդքան մեծացել է հիմա։ Եթե շատ կարճ պատասխանեի, պիտի ասեի այո, ապրում ենք պատմական ժամանակներում, բայց ավելի հետաքրքիր այն հարցը, թե ինչու է, որ այդպես բոլորին թվում է, որ իրենք ապրում են պատմական ժամանակաշրջանում։ Կարծում եմ պատճառն այն է, որ պատմական է լինում ոչ թե միջավայրը, ոչ թե հարաբերությունները եւ մենք այսպես ասած պատմականորեն նկարագրում ենք դա, այլ որովհետեւ մեր գիտակցությունն է պատմական, դրա համար մեր միջավայրը անընդհատ հակված ենք, միտված ենք պատմականացնելու։ Այսինքն Հայդեգերը ասում էր ոչ թե պատմությունը կա եւ դրա համար մենք պատմական էակներ ենք, այլ մենք պատմական էակներ ենք, դրա համար կա պատմություն։ Ես կուզեի մեկնարկել հենց այս կետից եւ ասել, որ ինչ որ ժամանակից սկսած, իսկ դա եղել է բավականին վաղուց, պատմությունը մեր լինելու հիմնական կերպն է եղել։ Այսինքն ուրիշ հարց, որ պատմագիտությունը տևական շրջան, ես նկատի ունեմ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային պատմագիտությունը հակված է եղել իր լեզվի, իր պատումների կենտրոնում դնել քաղաքական իրադարձություններ եւ այն ժամանակաշրջանները, որտեղ քաղաքական իրադարձությունները շատ են եղել, անվանել են պատմական ժամանակաշրջաններ, որոնք ոչ։ Բայց ամբողջ խնդիրը հենց այնն է, ինչքան ունենք մենք կարողություն, ինչքան ունենք ջանքեր պատմականացնելու, օրինակ մշակույթը, օրինակ սոցիալական կյանքը։ Եվ եթե այս դիտանկյունից նայենք, մի շարք ժամանակահատվածներ, որոնք ինչ որ հարացույցի շրջանակներում եղել են ոչ պատմական կամ խավար անհետաքրքիր, օրինակ նկատի ունեմ միջնադարը, հա, բայց ասենք 20-րդ դարում, հատկապես անալների դպրոցի շրջանակներում միջնադարագետների մի ստվար զանգված այդ եկավ եւ սկսեցին պատմականացնել միջնադարը եւ պարզ դարձավ, որ միջնադարը շատ հետաքրքիր ու պատմական ժամանակաշրջան է եղել։ Այնպես որ մեր բոլոր ժամանակահատվածները այս իմաստով պատմական են, որովհետև մենք ինքներս ենք պատմական։ Եթե ֆոկուսի հարցը։
Գիտակցության հարցը, այո, կենտրոնացման հարցը։ Բայց մի քիչ եթե բան, այսպես պրովոկացիա անեմ, այնուամենայնիվ մեր ժամանակները հենց այդ խտությունն ու ինտենսիվությունը մի քիչ ավելի ունեն, այսինքն պոտենցիալը ավելի շատ ոնց որ պատմականացնելու նյութը, հա, կա, թե եթե նկատի ունենք որ պատմություն, եթե վերցնենք կամ հում իրադարձային պատմություն, եթե այդպեսի ես իհարկե իմ լրիվ ուրիշ հոգեբանական տերերից։ Այո, եթե նկատի ունենք, այսպես ասած, մեզնից դուրս տեղի ունեցող իրողությունները ավելի խիտ են թե ոչ, ինչ խոսք այսօր կարող ենք խոսել շատ մեծ շարժումների մասին աշխարհակաղակական առումով, այսինքն այսօրվա աշխարհը վերափոխվում է, այսպես ասած, քաղաքական, աշխարհակաղակական նոր հարաբերություններ են ձևավորվում եւ դա նոր չի սկսվել։ Տնտեսական քարտեզը վերաձևակերպվում է, այսինքն նոր տնտեսական հարաբերություններ են գալիս։ Դրանից բխում է նաև սոցիալական հարաբերությունները, ուրիշ ինչ-որ սոցիալական հարաբերություններ են եւ բնականաբար այստեղ նաև փոխվում է հոգեվոր կյանքը առնվազն, եթե խոսենք նաև որպես պատմականության միջավայր, այսինքն մեզ պետք են նոր լեզուներ անընդհատ կարողանալու համար հասկանալ այդ տեղի ունեցող իրադարձությունները աշխարհակաղակական, տնտեսական, սոցիալական եւ այլն։ Հետևաբար պատմականացման նյութը նաեւ դա, այսինքն թե ինչպես է փոխվում մեր լեզուն, ինչպես է փոխվում մեր պատմությունը ընկալելու կերպերը եւ այլն։ Այնպես որ այո, սա մի հատ մեծ ժամանակաշրջան է այս առումով փոփոխությունների, որտեղ մենք ստիպված ենք անընդհատ հաշվի նստել այդ նոր ձևակերպող աշխարհում մեր տեղը ունենալու համար։ Այսինքն ես նկատի ունեմ նաև մտովի ստիպված ենք մեր տեղը գծել, մեր տեղը ունենալ, դա վերաբերում է, այսինքն երբ որ ասում եմ մեր նկատի ունեմ բոլորի։ Այդ մի հատ փոքր մեր կա, այսպես, հա, որ մեր ոնց որ օրինակ, հա, մեր երկրի ոնց որ այսօր եւ այստեղ բնակիչ քաղաքացի լինելն է եւ կա մի քիչ ավելի մեծ մենք ու օրինակ նայ ճիշտ է մենք շանս ունենք կամ նույնիսկ առաջադրանք ունենք պատմականացնելու մյուս կողմից գլոբալ տենդենսներ կան ես հիմա գուցե ֆանտազիաների մեջ եմ որոնք գուցե պատմականացնելու անհրաժեշտությունը ընդհանրապես օրակարգից հանեն օրինակ եթե AI հա արհեստական բանականությունը հասնի մի կետի որտեղ ինքը արդեն ավելորդ է դարձնում մարդկանց իրար ոնց որ հա պատմություն փոխանցելու անհրաժեշտությունը մենք կարող ենք գալ մի կետի որ մենք հազիվ սովորել ենք լավ պատմականացնել բայց աշխարհն ասում է այլ պետք չի պատմականացնել չգիտեմ միտքս ինչ որ միտեղ տարավ թե չէ բայց այս հարցերը ինձ նույնպես հետաքրքրում են այսինքն ում է պետք լինելու արդյոք պետք է լինելու պատմությունը ինձ թվում է արհեստական ինտելեկտի դերը չափազանցված է այսօր Այսինքն այն իմաստով, որ տպավորություն կա, թե մենք գալիս ենք բոլորովին մի նոր ժամանակաշրջան եւ այլն։ Ես կարծում եմ արհեստական ինտելեկտը ինչ որ ժամանակվանից սկսած իրադարձությունների, այսպես ասենք, բնական շարունակությունն է։ Այո, համաձայն եմ, որ քանակապես հիմա այդ փոփոխությունները շատ ավելի մեծ են եւ արագացումը շատ ավելին է։ Բայց հարց պիտի դնենք, թե այդ քանակական փոփոխությունները ինչ որ որակական փոփոխությունների հանգեցնում են թե ոչ։ Պատմությունը ինքներս մեզ հասկանալու կերպն է։ Այսինքն եթե ես այդ հարցը վերաձևակերպեմ, պիտի ասենք գուցե գա մի ժամանակաշրջան, երբ որ մարդը այլևս ինքը իրեն հասկանալու խնդիր չդնի, ինքը իր այդ մենքի փոխհարաբերությունների կարգավորման խնդիր չդնի։ Ինքս դժվարանում եմ դա պատկերացնել, այսինքն որովհետև եթե գուցե փոխվի ձևը, գուցե ավանդական լեզուն պատմագիտության այլևս չկարողանա դիմակայել եւ նկարագրել իրը, դա ոչ միայն արհեստական ինտելեկտի, այլև մինչև այդ էլ եղել են այդ process-ները, այսինքն պատմագիտության լեզուն անընդհատ ստիպված է ինքը իրեն վերանայել, սրբագրել, կարողանալու համար ավելի ճկուն լինել, կարողանալու համար պատմել ինքդ քո մասին։ Այո, բայց խնդիրը հայտարարել, որ կգա մի ժամանակ, երբ որ պատմություն չի լինի, մոտավորապես նույնն է, որ կգա մի ժամանակ, երբ որ մարդ չի լինի, բայց այդ դեպքում ով է լինելու հայտարարողը, որ մարդ չկա, այսինքն այդ այո, բայց մտքումս գիտես ինչ ունե, ինչ որ դու ասցիր գիտակցության մասին, հա, որ մարդու գիտակցությունն է պատմական, իսկ դա եթե ես ճիշտ եմ հասկանում, քո այն միտքը, որը ոնց որ որի վրա հենվում ես, դա էվոլյուցիոն ոնց որ ձեռքբերում է, հա, մարդկային, ճիշտ է, հենց մարդկության ակունքներում գուցե չկար, բայց վաղ մարդկության
պատմական ինչ-որ փուլում պատմականացնելու կարիք առաջացել է, դա ինձ բերում է այն մտքին, որ մի օր էլ կարող է այդ անհրաժեշտությունը վերանա։ Այսինքն նույն հաջողությամբ, ինչպես պատմությունը մի օր չկար ու հիմա կա, կարող է նաև Այսինքն պատմականացում մեծ հաշվով նաև ինչ-որ փորձի կուտակում եւ ժառանգում, որը էլի գոյատևման ռազմավարությունն է մեծ տալն է, չէ, տերմինների մեջ դնելն է, այն ինչի մեջ դու ապրում ես։ Եթե նկատի ունեք, որ քանի որ մի ժամանակի ընդհանրենք չի եղել այդ պատմականությունը այդ մեծ տեմպով նշանակում է, որ մի օր էլ գուցե չլինի, այդ դեպքում խնդիրը պիտի հասկանանք հետեւյալը, թե ինչից է եկել այդ պատմականացումը եւ դեպի ուր պիտի գնա կարծես թե, այսպես ասենք։ Պատմության եթե նախորդող ինչ-որ մի շրջան, ասենք կամ ձև ասենք հասկանալու լինելու առասպելներն են, որոնց երբ որ մենք այսօր նայում ենք, էլի նայում ենք պատմության աչքերով, այսինքն որովհետև մեր գիտակցությունը արդեն այդպիսին է եւ մենք չենք կարողանում այլ կերպ մտածել։ Հիմա եթե հարցը դնենք, ասենք, բայց գուցե մի օր գա, այդ հարցը մեզանից կարծես թե հեռացնում ենք, դիստանցավորում ենք այդ հարցը, որովհետև ես հիմա կարող եմ ընդհանրապես խոսել իմ գիտակցության մասին եւ իմ փոխհարաբերությունների մասին, որոնք ժամանակի ընթացքում նոր լեզու կպահանջեն։ Բայց հեռացնելով ինձնից այդ հարցը ես շոշափելի չեմ դարձնում այն։ Ինչ վերաբերում է ավելի կոնկրետ որոշակի, եթե ասենք, թե արհեստական ինտելեկտը կարող է փոխել մեր գիտակցությունը, ես դրա նախադրյալները դեռևս չեմ տեսնում, որովհետև այդ արհեստական ինտելեկտ ասվածը դեռևս ընդամենը տեղի ունեցող այդ բարդ հարաբերությունների արագացումն է։ Այսինքն, բայց ես ստիպված եմ դեռ մտածել, որովհետև տեսեք, մի կողմից խոսում ենք արհեստական ինտելեկտի մասին, ասենք օրինակ Միացյալ Նահանգները մեծ գումարներ են ներդրում դրա կատարելագործման մեջ, բայց մյուս կողմից դա իրեն չի խանգարում, ասենք ֆինանսավորել Իսրայելին իրականացնել Պաղեստինում տեղի ունեցող, ասենք։ Ահա, այսինքն, լավ, ես երկու այսպես ծայրահեղ բաներ եմ ասում, ասելու համար, որ մեկը մյուսին չի բացառել։ Հենց ուզում եմ շարունակել այս վերջին մտքիդ հետ կապված, արդեն ասացի, որ մենք պատմական, այսինքն պատմականությունը բնական կերպով բերող արարածներ ենք, այսինքն դա ինչ որ առումով ժամանակի, անցյալ ժամանակի եւ ապագայի հետ որոշակի հարաբերության կերպ է, բայց ոնց ցույց է տալիս այդ պատումների խտացումը, գեր ինտենսիվացումը մեր ժամանակների, արդեն հանգեցնում է նրան, որ մենք տեսնում ենք այդ ժամանակի այդ հարաբերության ոչ գծայնությունը, բազմաշերտությունը, այսինքն մենք տեսնում ենք համայնքներ, մարդիկ, պետություններ, որոնք միևնույն ժամանակ ապրում են տարբեր ժամանակներում, այսինքն մեկը կարծես մոդեռնի մեջ է, մեկը կարծես ֆուտուրիզմի մեջ է, ապագայի հետ է հարաբերություն, մեկը խորը միջնադար։ Այսինքն աշխարհում միաժամանակ այդ բոլոր ժամանակները կարծես համակեցության մեջ են մտել։ Հիմա մի բան, որ կարծում եմ էլի աննախադեպ է նախորդ դարաշրջանների հետ համեմատ, երբ որ եղել է մեկ, այսպես ասած, ընկալման կերպ ժամանակի հետ։ Այդ դա ոնց հասկանանք, այսինքն ես հարց ավելացնեմ հենց այս նույն գծի վրա, որովհետև իսկապես ինձ էլ այդ հետերոքրոնությունը, եթե այսպես ասենք, շատ հետաքրքրում է նաև հոգեբանական տեսանկյունից, դե բնականաբար դու այլ տեսանկյունից կնայես, բայց հետաքրքիր է, այսինքն ոչ միայն աշխարհի մասշտաբով կա հետերոքրոնություն, որ միտեղ մի մշակույթ է արդեն պոստմոդեռնիստական, մյուս տեղ օրինակ դեռ կարող է փորձենք տեսնենք ոնց որ մարդիկ ֆեոդալական հարաբերությունների մեջ են, հենց նույն հասարակության մեջ, այսինքն նույն տարածքում ենք մենք տեսնում այդ հետերոքրոնությունը ու մարդը ստիպված է լինում համատեղել միանգամից ոչ թե մի քանի առաջադրանքներ, աշխատանքներ, այլ երբեմն ինձ թվում է տարբեր ոնց որ այտենց պատմական ժամանակներ իր մեջ, մի կողմից հաշվի նստելով ավանդույթի հետ, մյուս կողմից հաշվի նստելով իր նոր, ասենք, սերնդի մղումների պահանջների հետ ու շատ դժվար sense հետերոքրոնություն եւ հետերո ընդհանրապես ոնց որ բազմա գծայնությունը ինչ է սա ոնց նկարագրել։ Այո, հարցերը բավականին շատ են, ես փորձեմ։ Ոչ, մեկ էլ եք ուզում խելոք։ Փորձեմ այսպես խտացնել եւ ինչ որ ձեւով պատասխանել, ինչը բաց մնա կհիշեցնեք։ Նախ այո, լրիվ համաձայն եմ, որ բազմավեկտոր է պատմությունը, բայց այդ տպավորությունը եւ պիտի ասեմ թյուր տպավորությունը, թե պատմությունը ուղագից միագից ինչ որ բանի մասին է։ Այդ միագծության, ուղագծության տպավորությունը ստեղծվում է լեզվի պատճառով, այսինքն որովհետեւ երբ որ մենք խոսում ենք, լեզուն միշտ ժամանակային բնույթ ունի եւ այդ պատումի
բնույթ ունի, անհրաժեշտաբար պատում է բերում, դրա համար տպավորություն է ստեղծում, որ մենք խոսում ենք միագծության մասին։ Հիմա նույն հանրության մեջ, նույն խմբավորման մեջ եւս այո, կարող են լինել տարբեր հարաբերություններ։ Սկսենք հարաբերություններից, որ այդ պատմություն ասվածը շատ օթում չմնա, վերացական չմնա։ Այսինքն մեր հանրության մեջ մարդկանց միջև հարաբերություններ, այսինքն նույն մեր հանրության մեջ կարելի է տեսնել այսպես պայմանական, ասենք, ժողովրդական հարաբերություններ, հա, հիմնված ավանդույթի վրա, այդ ավանդական հարաբերությունների վրա եւ կարելի է տեսնել շատ ժամանակակից արդի հարաբերություններ, այսինքն հասարակական, քաղաքացիական եւ այլն, բայց դրանք նույն տեղում արկա գոյացություններ։ Հիմա երբ որ դուք դրանց մասին խոսեք, պարզը չէ, որ տարբեր լեզուներ են պետք լինելու դրա մասին խոսել եւ հետեւաբար այդ լեզուները տարբեր պատմությունների նաեւ տպավորություններ են թողնել։ Հիմա հարցը, երբ որ դուք ասում եք տարբեր ժամանակներ կան եւ այլն, ինձ համար ավելի հետաքրքիր է հարցը, թե իսկ դուք որ ժամանակից եք այդ հարցը տալիս։ Այսինքն որտեղից է ձեզ թվում, որտեղից գիտեք, որ կան տարբեր, ինչպես գիտեք դրա մասին։ Այսինքն գիտեք որպես պատում, պարզապես գիտեք որպես տեղեկություն, թե դուք ունեք փորձառություն։ Դուք ունեք տարբեր ժամանակների փորձառություն, թե ունեք միայն ձեր ժամանակի փորձառությունը։ Հարց կարելի է հարցերի պատասխան։ Ես զգացի, որ ուզում եք պատասխանել։ Հարցը ռետորիկական չէ։ Այո, որ sense ուղղակի ասես անշուշտ։ Շատ կարևոր հարց է ինձ համար, մի քանի մակարդակում երևի, բայց ընթացքում պետքա բարձրացնել մտածեմ։ Ինձ համար նաև սա ֆենոմենալ, այսինքն ապրումների դաշտից եկող բան է։ Ես երբեմն ինքս զգում եմ, որ այտենց մի քանի ոնց որ ժամանակյա կամ գուցե դու դա ոնց որ քննադատես քո մասնագիտության դիրքից, բայց ինձ համար տարաժամանակյա պահանջների ոնց որ բան եմ կրում նույն, ասենք, ոչ թե նույն կյանքի մեջ, այլ նույն օրվա մեջ, այդ որ ասի, ասինքն մի քանի սպասելիքներ եւ նաեւ մի քանի լեզվով խոսել։ Օրինակ ես գուցե դա իմ մասնագիտության բերումով է, որ ես լայն շերտերի տարբեր մարդկանց գիտեմ ու մեկ-մեկ ինձ թվում է, որ ես տարբեր լեզուների պիտի տիրապետեմ, որ կարողանամ այդ մարդկանց եւ տարբեր իրականությունների մեջ պետք է կարողանամ մտնել դուրս գալ, որ կարողամ այդ մարդուն հասկանալ։ Այսինքն ես գիտեմ, որ կա այդ ընդհանուր նարատիվը եւ ընդհանուր միևնույնն է ոնց որ common sense-ը, ողջամտությունը, բայց նաեւ դրա ներքո շատ ոնց որ ասիմետրիաներ նույնպես կան։ Ես փորձեմ հասկանալ, թե ինչու է այդպես տեղի ունենում։ Տեսեք, մանավանդ Կարեն ասում եմ ինչ որ ժամանակից սկսված, չէ, տարբեր ժամանակներ են գալիս։ Ես ենթադրում եմ, որ դա այդ տպավորությունը, այդ նոր տարբեր ժամանակների, տարբեր լեզուների պահանջը գալիս է հետեւյալից, որ մի երկար ժամանակ, ասենք դարեր, գերիշխող էր արևմտյան մտածողություն, ասենք, աշխարհայացք, ասենք, քաղաքակրթություն, ասենք։ Երբ որ մենք մեզ տեղակայել ենք դրա մեջ, առնվազն նկատի ունեմ մտածողությամբ տեղակայել ենք աշխարհագրորեն պարտադիր չէ, մենք սկսել ենք աշխարհը մտածել այդ դիրքերից։ Այսինքն ինչ նկատի ունեմ, եթե պարզ ասենք, մի երկար ժամանակ արևմուտքը, երբ որ խոսել է իր մասին, դա հայտարարել է, որ խոսում է աշխարհի մասին։ Այսինքն աշխարհն ու արևմուտքը նույնացվել են իրար։ Երբ որ բաժանումներ են եղել ժամանակաշրջանների, որ այ կա անտիկ ժամանակաշրջան, միջնադար, նոր ժամանակներ, սա սխեմա է, որը վերաբերում է արևմուտքին, բայց դա տեղափոխվել է ամբողջ աշխարհին։ Մենք ներքնայնացրել ենք, հա, այդ արևմտակենտրոնությունը։ Ոչ թե ներքնայնացել ենք, այլ հենց դրա մեջ ենք ձևավորվել։ Այսինքն ներքնայնացնել նշանակում է, որ իբր դու ուրիշ բան ունեիր, հիմա էլ դա ներքնայնաց։ Դու հենց դրա մեջ ես ծնվել։ Դու հենց դա ես եղել։ Լեզուն բերում այդ ժամանակային մտածողությունը, որտեղ լեզուներ կան, որտեղ ժամանակի բոլորովին, ասենք ինչ-որ աֆրիկյան ցեղեր կամ բա որտեղ օրինակ ապագա գոյություն չունի, շատ հետաքրքիր, այսինքն իրոք ժամանակին գալու է լրիվ լեզվի բերած, ասենց ասած, նախատրամադրվածությունը։ Միջայց աստիկ մի բան հիշեց, երբ որ ասում ենք Աֆրիկա, չէ, դա եւս արևմուտքից եկող դիտարկում է, այսինքն ասենք Աֆրիկայում կա 50-ից ավել, չէ, պետություն, բայց մեզ համար դրանք նույնն է։ Այս եւ վերջերս Բելգիայում տեսա որ ցուցահանդես էր ու գրած էր աֆրիկյան մշակույթի ցուցահանդես։ Եվ տենց ընդվզում էր եղել, որ այսինքն ինչ է նշանակում աֆրիկյան ցուցահանդես, այսինքն էկզոտիզացիան է, նիգերիական մշակույթին նա գրեք, որ Նիգերիա, եթե Կամերունին նա գրեք Կամերունին, այսինքն ինչու է այդ բանան։ Հիմա բայց դա այդ, այսինքն որովհետև մեզ համար դա կարևորություն չի ներկայացրել, այո, դրա համար չենք տարբերակել եւ այդպես մի շնչով ասում ենք աֆրիկյան մշակույթ կամ աֆրիկյան ինչ որ մի բան։
Հիմա երբ որ ինչ որ պահից սկսած այդ հետ գաղութատիրական դիսկուրսը, եթե այդպես ընդհանուր ձևով ասենք, դա սկսվում է եւ բայց դա էլ նաեւ սկսվում է էլի Եվրոպայից ըստ էության, այսինքն դեկոնստրուկցիան էլ են իրենք անում, նենց չի որ մենք ենք քննադատական դիրքից հասկանում, որ պիտի որովհետեւ իրենք հայտնում են ինչ որ ճգնաժամի մեջ, այսինքն ինտելեկտուալ ճգնաժամի մեջ, խնդիրը դրվում գտնել նոր նյութ, այդ նոր նյութը մտածելու համար։ Հիմա այդտեղից այդ նոր ձայներն են լսում, այդտեղից այդ մեր նոր լեզուներն ենք ուզում տեսնել եւ ամեն լեզու բերում է որոշակի չասեմ պատմություն դեր, բայց պատմականության զգացում։ Դրա համար մեզ մոտ առաջադիմություն, այսինքն երբ որ ռեֆլեքսիա ես անում քո մտածելու կերպը, արդեն այդ առաջադիմության մի ուրիշ մակարդակի չի բարձրացնում մտածողությունը, այդ նույն եվրոպական ենթադրենք, այո, բայց դեռ չեմ հասկացել, թե հարցը դեպի ուր է գնում։ Ես մի քիչ ավելի ասեմ, թե ինչի չեմ հասկացել։ Այլ ժամանակ տեղափոխվելու քայլը։ Այո, դա հնարավորություն է։ Ուղղակի ինչի չուզեցի միանգամից արձագանքել առաջընթացին, որտեղ առաջընթաց եզրը էլի արևմտյան եզրը, որը մեզ այսպես տպավորություն է ստեղծում, թե իբր մենք ավելի առաջ ենք գնում ու այդ նույնիսկ մեզանում չէ, ասում ենք երեխաների համար ենք անում, երեխաներն էլ իրենց երեխաների հետ ոչ մեկ չի ապրում էլ, անում են երեխաների հետ ենք անում։ Միշտ ու այդ երեխան չի գալիս երբեք էլի, որի համար անում, որտեղ ինքն էլ այդ մի քիչ բարձունակ ասացի, բայց ուզում եմ ասեմ այդ առաջընթացի գաղափարը այդպիսի բան ունի, էլի, որ տենց էլ չի գալիս այդ տեսնենք այդ երբ եկավ էլի։ Հա, դա ոնց որ միշտ հեռանկարում է, միշտ հեռանկարում։ Իսկ բայց շեղենք էս ինչ որ չէ, ուզում եմ ասել եւ դա է պատճառը, որ մենք տպավորություն ենք ունենում, որ ապրում ենք տարբեր ժամանակաշրջաններում։ Բայց հիմա ենթադրենք, եթե մենք ասում ենք, դե գիտեք, հիմա Աֆրիկան, պայմանական եմ ասում, Աֆրիկան միջնադարյան շրջանում է ապրում, դա նշանակում է արևմտյան դիրքերից հայտարարություն ինչ որ բանի մասին, որ էլի մեզ տեղավորում ենք ինչ որ հարացույցի մեջ եւ այդտեղից անվանում ենք, բայց դու այսինքն վերջին միտքը ներողություն խնդրում, ասեմ, ստացվում է, որ մենք մի մեծ ընդհանուր հարացույցի մեջ ենք մեզ պատկերացնում, այդ դրանից ելնելով ինչ որ ձայներ ենք լսում պատմական, ասում ենք դե ոնց որ տարբեր ժամանակաշրջաններ կան, բայց այդ դեպքում հարցը դնենք իսկ մենք որ ժամանակաշրջանում ենք։ Բայց ես զուգահեռ մտածում եմ, որտեվ այս բազմաձայնությունը ինձ թվում է կոնկրետ X ժամանակում եւ Y կետում ապրող մարդու համար նորմալ է, այսինքն մենք չենք երևի կարող պատմել կոհերենտ, այսինքն սենց ոնց ասեմ անհակասական եւ ոնց որ սահուն պատմություն, ինքներս մեր պատմություն երևի հետո եկող մարդը կարող է հետահայաց մեր պատմությանը ինչ որ ոնց որ ամբողջական կամ sense ընդհանրացնող անվանում տա ու ասի այս sense ժամանակներ են որը կստացվի որ ինտելեկտուալ բռնություն կգործի մեր նկատմամբ պոլիտիկան որ մենք չենք կարողանում արձագանքենք այո դրա համար թե այդ նույն ձևով մենք երբ որ նայում ենք անցյալին ասում ենք լուսավորականության ժամանակաշրջան վերածննդի ժամանակաշրջան եւ այսպես շարունակ մեզ թվում է շատ պարզ է ինչի մասին է խոսքը բայց մի պատմաբան կա Նիդերլանդից Ֆրանկ Անկերսմիթը մի այսպիսի հետաքրքիր բան է ասում է երբ որ դուք պատկերացնեք որ երևակայական ժամանակի մեքենա կա ու ասում է դուք նստեք այդ ժամանակի մեքենան ու հետ գնաք ու ձուր շուրջը նայելով դուք գլխի չեք ընկնի հիմա լուսավորականության ժամանակաշրջանը թե ոչ որովհետև չկա լուսավորականության ժամանակաշրջան այն իմաստով որ դա շոշափելի լինի այսինքն դա ընդամենը որոշակի մտային կաղապար է, որը մենք տեղայնացնում ենք դրա վրա, ինչ որ մարդիկ հետո փորձում են համակերպվել դրան կամ չհամակերպվել դրան։ Այնպես որ նկատի ունեմ կյանքն ու պատմությունը մի ինչ որ իմաստով իրար հակադրվող, իրար հետ լարման մեջ։ Այո, լարման մեջ են, որոշակի բևեռայնության մեջ են, անընդհատ պատմությունը ուզում ենք, այսինքն պատմական գիտակցությունը անընդհատ ուզում է կյանքին, այսպես ճանկել, հարաբերել որոշակի կաղապարը սինխրոնիզացնել հեշտ հասկանալու համար կյանքը անընդհատ ուզում է ցույց տալ որ ինքը բազմազան է եւ չի ենթարկում դրա մեջ եւ ամբողջ այդ պատմության պատմությունը հենց դրա մասին է այսինքն այդ իսկ պատմագիտական կամ պատմության այդ հարաբերության մեկ այլ ֆենոմենի մասին խոսենք հաճախ ենք լսում որ ասում են պատմությունից դասեր չքաղեցիք եւ այլն այսինքն ինչը ենթադրում է որ պատմությունը կրկնվելու հավանականություն ունի Արդյոք այդ հարցը ակտուալ է, օրինակ ոնց որ Մարքսն էր ասում Հեգելին քննադատելով, որ պատմությունը կրկնվում է մի անգամ, ոչ թե այնքան որ կրկնվում, այլ մի անգամ կրկնվում է իբրև
ողբերգություն, երկրորդ անգամ իբրև ֆարս, այսինքն իբր էլի հաստատելով, որ պատմությունը կրկնվելու կարողություն ունի, բայց հիմա մենք անընդհատ առերեսվում ենք երևույթների հետ, որոնք կարծես թե իրոք աննախադեպ են եւ հատկապես այդ տեխնոլոգիական բումը, որ այսօր տեղի ունի, սոցիալական հարաբերությունների կտրուկ փոխակերպությունները, որ այսօր տեղի ունեն եւ էկոլոգիական այդ սպառնալից աղետները, որ այսօր իրավիճակը, որ այսօր գոյություն ունի, այս ամեն ինչը հաշվի առնելով, արդյոք մենք մոտենում ենք որոշակի պատմական սինգուլյարության, որտեղից հետո կարող է պատմությունը վերսկսվել առհասարակ, թե ամեն դեպքում գործ ունենք որոշակի ընդհանուր առմամբ սկզբունքային կրկնությունների հետ, օրինակ էլի հարուստների եւ աղքատների, կեղեքվածների եւ կեղեքողների, ուժեղների եւ թույլերի հարաբերություն, որը ուղղակի փոխում է իր պատմելու լեզուն ընդհանրապես փորձելով ամեն դեպքում չչարաշահել ձեր համբերությունը, նորից պիտի բերեմ դեպի այ հարթա խցիկների մոտ աշխատող մոլորություններ ունենք։ Այո, եւ ուզում եմ դա բանանես, դե նկատի ունեմ, որ հարցերը ինձ ուղղում են դեպի, այսպես ասենք, ֆիզիկական իրականություն, ես ուզում եմ ասել, որ այդ հարցերի բանալին մտածողության մեջ է կամ գիտակցության մեջ է, նորից պիտի այդ հետ բերեմ։ Մի քանի հարց եղավ, էլի փորձեմ հերթով կամ միասին մի դաշտում պատասխանել։ Նախ, երբ որ ասում եք բացառիկ ինչ-որ մի բան է արհեստական ինտելեկտի եւ պատմության փոխհարաբերությունը, կարծեմ շատ բացառիկ չէ։ Այն իմաստով, որ օրինակ, երբ որ գիրը ստեղծվել է, իսկ գիրը սկսում էր նոր տարածում գտնել, մոտավորապես նույն պատմությունն է եղել, այսինքն մի ահագին թափով իր, հա, իր սկզբնական շրջանը, ես դեռ նկատում եմ Պլատոնը բողոքում էր, որ երբ որ գիրը սկսի տարածում գտնել, մարդիկ սկսելու են տգիտանալ, անկարող դառնալ, որովհետև գիտակցությունները կթուլանա, փոխանակ իրենք հիշեն, մարզեն իրենց միտքը, դա թողելու են գրին, մարդը դառնալու է գրի կցորդը, մարդը կորցնում է իրեն։ Հիմա մեզ համար գիրը այնքան բնական բան է, չէ՞, որ մեզ համար նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչու պիտի լիներ գրի դեմ։ Այո, որովհետև մենք դրա մեջ ենք։ Հիմա կարծում եմ նույն իրավիճակն է արհեստական ինտելեկտի հետ, այսինքն նոր բան է ինքը մեզ համար, նոր բան է սոցիալական առումով։ Եվ իսկապես դա մեզ երբեմն կարող է վախեցնել, կարող է ինչ-որ այդպիսի նոր տպավորություններ ստեղծել, թե մի նոր իրադարձություն է տեղի ունենում, բայց ինձ համար այդ երկու իրողությունները, եթե չասեմ նույնն են, գոնե շատ հավասար են մարդկային եւ մարդկային պատմության դիտանկյունից առնվազն, այսինքն որովհետեւ էլի խոսում ենք մի բանի մասին, որ մարդը պատվիրակում է իր մի շարք գործառույթներ իրենից դուրս ինչ-որ մի բան։ Իմիջայլոց այդպիսի հասկացություն կա, կներես, միտքդ բան չանեմ, կշարունակես վստահեմ, ու կապ ունի հենց շատ ասացիդ հետ, այդպիսի հասկացություն կա, decline բառից, որ նշանակում անկում կամ ասենք վատթարացում, չգիտեմ, վատթարաբանություն ասենք, թե անկումաբանություն, ոչ թե նույնիսկ չէ, բայց այդ չի, բայց հենց այն բանն է, քննադատական երանգ ունեցող հասկացությունը, որը նշանակում է, որ ամեն սերունդ կամ ամեն ժամանակում մարդը հակված է ակնկալել, կանխատեսել, տեսնել, որ հեսա դեպի վատն է գնում, այ ի տարբերություն այն ժամանակի, ու հենց դա կապ ունի այդ վայ հեսա կգա մի ժամանակ, երբ որ էլ սա չեն կարողանա, այսինքն վատթարանա, չգիտեմ, մարդկային մշակույթը եւ այլն, ինձ թվում է դա այդ կրկնվող քո նկարագրած կրկնվող պատեռնի երևույթի անվանումն է, էլի մենք անընդհատ հիմա էլ եմ ես շատ լսում, ասում են, հեսա AI-ը լրիվ մեզ խելքից բան կանի, մեր փոխային կմտածի սարքը, մեր փոխային կհիշի սարքը, հա, ու մենք այդ decline-իզմի մեջ ենք, էլի մի տեսակ ոնց որ գոնե մենք դա չենք տեսնին ոնց որ չենք տեսնի, հա, կարծում ես համամարտկային տագնապը էլի ֆենոմեն է, որը կարող է չի անտեսել, այսինքն մենք չենք կարող, չէ, դա անտեղի, այսինքն մենք պիտի հաշվի նստենք։ 70-ականների մեր ծնողները չեն ունեցել այդ տագնապը, հա, ոնց որ մենք տագնապի ալիքի վրա լինենք։ Այո, դե այդ հին արձանագրությունը հայտնի կա, չէ, որ այդ բողոքը սերունդներից որ չեն սովորում, չեն լսում մեծերին եւ այլն, մեր տղերքությունից առաջ, այսինքն նույն բանն։ Հիմա բայց սա օրինակ էր, կարծես թե տպավորություն ստեղծվեց, որ կարծես թե փաստարկեր պատմությունը կրկնվելու օգտին, բայց կարելի է նույնքան փաստարկներ բերել չկրկնվելու օգտին, այսինքն խնդիրը այն է, որ այդ պատմությունը նորից ասենք պատրաստի տեղ ինչ որ մի
չկա դրված, որ մենք գնանք նայենք, տեսնենք, ասենք կրկնվում է թե չի կրկնվում։ Այսինքն, երբ որ հարցնում ենք պատմությունը կրկնվում է թե չէ, ես պիտի հարցնեմ, իսկ ոնց ենք իմանալու կրկնվում է թե չի կրկնվում։ Այսինքն, ո՞րն է ճանապարհը այդ հարցին պատասխանելու։ Պատմությունը լինում է նարատիվներ, պատումներ արտադրելով, այսպես ասած։ Հիմա եթե կլինեն պատումներ, որոնք շեշտադրումը կանեն որոշակի կրկնվելու վրա ինչ-որ բաներ, եւ կլինեն պատումներ, որոնք հակառակը, եւ երկուսի հիմքերն կան։ Երկուսի հիմքերը կան ինչ իմաստով, եթե շատ པարզ բան ասենք, երբ որ երկու բան իրար հետ համատում ենք եւ ասում ենք իրար նման են կամ տարբեր են, մեծ հաշվով, եթե մի քիչ ռակուրսը մեծացնենք, նույն բանն ենք ասել, որովհետեւ որպեսզի երկու բաներ իրար նման լինեն, պիտի տարբեր լինեն, հակառակ դեպքում նույնը կլինի։ Եվ որպեսզի տարբեր լինեն, պետք է նման լինեն եւ հակառակ։ Հիմա նայած թե որ ռակուրսից ենք նայում, նայած նմանը նույնը չի, չէ, նմանը նույնը չի, հենց այդ։ Այո, հենց դա եմ ուզում ասել, որովհետեւ եթե ունենային տարբերություն նույնը կլինի, եւ իսկ նույնը մի եւ նույն հայերեն սիրում բառը։ Ահա, մի եւ նույն չեն։ Հիմա Հեգելը նույն այդ հիշատակեցիր, չէ, Մարքսի արձագանքը թե Հեգելին, Հեգելը ասում էր, որ պատմությունը սովորեցնում է մի բան, չէ, որ դրանից ոչինչ չի կարելի սովորել։ Նկատի ուներ, որ պատմությունը ըստ էության կարիք ունի մտածվելու մի անգամ, որպեսզի դառնա միջոց ինչ որ մի գիտելիքին հասնելու համար, բայց պատմությունը վերցնել որպես կաղապար եւ ասել ահա մենք ունենք մեր սովորելու ձևը, մենք արդեն գիտենք թե պատմությունը ինչ է մեզ սովորեցնում, գիտենք թե ինչեր կան եւ հետեւաբար կնայենք այդ կրկնությունները կտեսնենք, այստեղ կարծում եմ շատ մեծ դժվարություններ են առաջանում։ Նույնը քաղաքական առումով նույնը մեր միջավայրումի միջոց։ Այսինքն կարելի է տեսնել ինչ որ բաներ, որ չենք կարողանում անել եւ կարելի է տեսնել ինչ որ բաներ, որ կարողանում ենք։ Հիմա երբ որ եւ վերջին հատվածը վերաբերում է դասեր չքաղելուն, չէ՞։ Ինչ է նշանակում պատմությունից դաս քաղել։ Այսինքն պատմությունից դաս քաղել մի կողմից նշանակում է, որ կարծես թե ինչ որ մի բան մեզ հետ տեղի ունեցել, դրա նմանն էլ է հիմա ինչ որ տեղի ունեցել, ուրեմն մենք կկարողանայինք խուսափել, բայց արդյոք դա հենց նույն իրողությունն է թե ոչ։ Հետևաբար այդ դասեր քաղելը, եթե sense երևի թե սպայն ճակերտների մեջ եմ, ես պատկերացնում եմ ունակություն կարողանալ գրել պատմություն, կարողանալ գրել քո պատմությունը։ Դա պիտի նշանակեր իմիջայլոց այդ դաս քաղել, էլի։ Իսկ ինչ է նշանակում գրել քո պատմությունը, նշանակում է կարողանալ գրել նաև տարածաշրջանի պատմությունը։ Իսկ եթե տարածաշրջանի, այսինքն աշխարհի պատմությունը։ Ի վերջո, պատմության մեջ գոյատևելու կերպը պատմական սուբյեկտ դառնալն է, կարողանալ խոսել, ոչ թե լինել пассив կրողը, այսինքն այն նարատիվների, որոնք արտադրվում են գերտերություններից, չգիտեմ, մեծ կորպորացիաներից եւ այլն։ Մենք չեղածից լավասկզբունքով վերցնում ու մեր վրա ենք։ Այսինքն պատմություն ունենալ հավասար է պատմություն գրելու, պատմական սուբյեկտ դառնալ, հակառակ դեպքում պատմությունը քեզ ունի։ Այսինքն առաջին դեմքով նկարագրես էլի ոնց որ։ Այսինքն եթե դու քեզ չես պատմում, ուրիշները կպատմեն։ Այո։ Մենք կպատմենք քեզ։ Այո։ Դա իսկապես է, երևի զվարճալի է թվում ձևակերպում, բայց իսկապես այդպես է, ուղղակի տրագիկոմեդիկ վիճակում ենք։ Այո, մեզ միշտ պատմել են ու հիմա մենք դրանից դուրս գալու ինչ որ խարխափող գուցե փորձերի մեջ ենք։ Ինձ էլ է շատ մի տեսակ ականջից զարնում է երբեմն, որ ասում են դաս չքաղեցին, ես էլ եմ ինձ այդ հարցը տալի, դա ի՞նչ է նշանակում։ Ի վերջո հոգեբանական մակարդակում առնվազն դա նշանակում է ոչ թե որ վայ սովորեն, որ մյուս անգամ չկրկնվի, այլ հմտություն ձեռք բերեմ, օրինակ, հա, ճգնաժամ կառավարելու, որ հաջորդ անգամ որ ճգնաժամը գա, մի քիչ ուրիշ ձևով կառավարեմ, բայց ինձ թվում է այդ է, էլի, որ sense գալիս է ու դու նորից առերեսում ես, որտեվ դու ինքդ քեզ չես պատմել։ Դու ինքդ քեզ չես պատմել նախորդ անգամ, թե ինչ ա եղել։ Այդպիսի հետազոտություն կար, հիշեցի ուղղակի, որ երկու նույնանման ազդեցությամբ ցունամիներ էին եղել մի ոնց որ համայնքում եւ մեկ այլ համայնքում շատ տարբեր աղետալի ցանասճան, մի դեպքում մի երկու զոհեր եղել, մի դեպքում հարյուրավոր, խոսքը այդ ամերիկյան այդ ինչ որ ափամերձ ինչ որ հաճախակի որտեղ են ցունամիներ լինում ու հետազոտությունները մարդաբանական ցույց են տվել, որ այն համայնքը, որտեղ ավանդույթ կար բանավոր իրար փոխանցելու նախորդ
ոնց որ պատմությունները իրենց ոնց որ ժողովրդի իրենք դիմակայել էին, այսինքն որտեվ այդ պատմության մեջ կար, որ եթե ալիքը սենց ծռված է կամ սենց է գալիս, դու պետքա արդեն հավաքես իրերը, դու վազես դեպի սարերը։ Իսկ մյուս համայնքը չուներ բանավոր պատմություն։ Նույնիսկ բանավոր պատմությունը կա։ Ես չգիտեմ, քիչ շեղվեցի, բայց այդ պատմականացնելու նաև Չէ, բայց շեղումը շատ լավ օրինակ էր, այսինքն այդ հմտության իմաստով։ Այսինքն ալիքը երբեք նույնը չի լինում։ Հիմա ոչ թե դու դաս ես քաղում, որ այ եթե այս մետրի ալիք եղավ, ես այսպես պետք անեմ, չէ, այլ ընդհանուր հմտություն է, չէ՞ դա լինում։ Հիմա նույնը այստեղ գիտելիքն է, այսինքն պատմությունից դաս քաղելը նշանակում է պատմական գիտելիք ունենալ։ Ինչ է նշանակում պատմական գիտելիք ունենալ, նշանակում է պատմական սուբյեկտ դառնալ եւ իմիջայլոց հումանիտար ամբողջ ոլորտը այլ բան չէ, քան պատմականացման, այսպես միտում։ Հումանիտար ամբողջ գիտելիքը պատմական գիտելիք է։ Հումանիտար ոլորտը աշխատում է ինչ որ մի բան պատմականացնելով։ Պատմություն դարձնել նշանակում է ունենալ գիտելիք։ Այս առումով իհարկե կարծում եմ շատ լավն է օրինակը եւ ուրեմն դա է ամբողջ խնդիրը ինչպես է հնարավոր այսինքն երբ որ հարցը դնեն ինչպես է հնարավոր դառնալ պատմական սուբյեկտ ինչպես է հնարավոր խոսել էլի հարցը գուցե շատ ընդհանուր վերացական է թվում սրա մեջ կարելի հազար ու մի ավելի բացորոշել էս հարցը ինչ որ ավելի մասնահատուկ ինչ որ բաներ դնել բայց ենթադրում եմ որ սա է ճանապարհը նաև ի վերջո հասկանալու թե որտեղ ենք ապրում, ինչու ենք ապրում եւ ինչպես ենք ապրում։ Դավիթ, մենք շատ տարբեր կողմեր գնացինք ու գրեթե բոլոր կողմերի գնալուց դու ասում ես, որ միևնույն է պատմականը մնում է, այսպես ասած, արդիական, միևնույն է պատմությունից եւ պատմականացնելուց չենք վերիպելու, բայց եւ գուցե այն հարցը, որ տամ մի քիչ հակառակը դրան գնում, բայց այնուամենայնիվ տամ, էլի բոլոր sense ասած բարդություններով ու բազմաշերտություններով հանդերձ կարող ենք ինչ որ միջինացված անվանում տալ մեր ժամանակներին, հասկանալով հանդերձ, որ դա չի լավագույն ձևը պատմականացնելու, այնուամենայնիվ մենք հիմա ինչ ժամանակներում ենք ապրում, թե պետքա գա հաջորդ մարդը, որ դա անվանի։ Օրինակ, չգիտեմ, ինչ իզմում ենք մենք հիմա ապրում, այսինքն օրինակ դա պոստհումանիզմը մեր մոտ հիմա, թե հիբրիդոկրատիա, Կարենի լավ բառերից է, որ այդ հիբրիդ ռեժիմը էլի, որ ինչպես ասես փորձում են մեզ կառավարել դեմոկրատական ձևով, բայց ոչ դեմոկրատական նպատակներով եւ այլ։ Հա, կարող է անուններ ունես, թեկուզ ուղղակի որ միասին մտածենք։ Ինքդ էլ ասցիր, այդ անուն տալը լավագույն ճանապարհը չի պատմականացնելու, բայց հարցի սկզբի մասին անդրադառնամ, նորից գանք այստեղ, երբ որ ասում ենք ասացիր, որ պատմությունը միշտ մնում է արդիական, ախր այդ արդիականը հենց պատմական է, այսինքն ասել, որ պատմությունը արդիական է, մի տեսակ ուշացած հայտարարություն է, որովհետև այդ պատմական սկզբում ինչի սա ուզեցի շեշտել, որ ինչ իզմել որ պարտադրենք մեր ժամանակին, նշանակում է այդ կյանքը սեղմելու ենք այդ կաղապարի մեջ։ Լավ, այսպես հասեմ տանում, հավանաբար մեզ ինչ իզմ կանվանեն հետո, որ գուցե մի քիչ ավելի անշարժ։ Այո, գալիս է կամաց Բայց ինչու ենք ուզում այդ իզմը ասել, ինչ որ բան հասկանալի դարձնելու համար, փոխանցելի դարձնելու համար, որովհետև դե մյուս կողմից է որ ասենք դե չէ, խառնա, ինչ ասես կա, բան չենք ասել, էլի, չէ, վերջին հաշվով։ Այո, մի մտային էքսպերիմենտ գուցե կարելի անել, այսինքն դուրս գալ եւ դրսից նայել, թե ենթադրենք 100 տարի հետո այս ժամանակաշրջանը ինչպես կձևակերպեն։ Կարելի է ինչ որ բաներ ասել, ուղղակի միշտ կուզեմ մտքում պահենք հետեւյալ հարցը, թե երբ որ այդ ինչ որ բանը ասացինք, դա մեզ ինչ է տալու, ավելի մեզ լավ ենք զգալու, ավելի հարմար ենք ապրելու եւ այլն։ Ենթադրում եմ, որ մեկը վերաբերելու է այդ թվային աշխարհին, այսինքն դիջիտալիզացիային ենթադրենք որպես մեկնարկ, որ այս ժամանակաշրջանից այո սկսվեց այդ նոր բանը, անպայման հիմա էլ հակառակ բան ասեմ, որ արհեստական ինտելեկտը խոսվելու է, որ ինչ որ մի բան, իդեպ ինչ որ մի ժամանակ մեր սերունդը լինելու է միակ սերունդը, որ տեսել է աշխարհը ինտերնետից առաջ, եւ այո, դրա համար մեկնարկը երևի թե կսկսի ասել, որ մոտավորապես այս ժամանակաշրջանից սկսվեց թվային աշխարհը, թվային նոր պատկերացումներ եւ այլն, նոր
նորից եմ ասում, չեմ կարծում թե դա մեծ էական ինչ-որ մի բան է, բայց ժամանակաշրջանին անուն տալու համար կարծում եմ շատ հարմար է, այսպես ասած, այդպեսի անուն տալ։ Մյուսը ենթադրում եմ մի այսպիսի բան կա, որ էլի շատ ընդհանուր է, բայց մի այսպիսի անուն կա, չգիտեմ դրան հայերեն ինչպես կարելի ասել, կոնսյումերիզմի մասին, որ խոսքը սպառողականության, պաշտություն, այսպես, որովհետև երբ որ սպառողականության մասին ենք խոսում, հասկանալի է, որ բոլոր հանրություններն էլ սպառել են ինչ-որ, այսինքն առանց սպառելու հնարավոր չի լինել, բայց այդ կոնսյումերիզմի մեջ ինչն է դրվում հիմքում, որ ինքնանպատակ է եւ լավ է, որ սպառում են, որովհետեւ այդ սպառելու միջոցով է, որ ակտիվություն է ստեղծվում եւ պահանջմունք է բավարարում։ Այո, եւ ինչ նկատի ունեմ այս ժամանակ, երբ որ ավելի շատ գրողներ կան, քան ընթերցողներ, ավելի շատ, չգիտեմ, պրոդուկտ արտադրողներ կան, քան սպառող, նաև, այսինքն որ արտադրողականությունն է սկսվում, այո, ենթադրում եմ դա էլ մի էլի բնորոշ հատկություն է մեր ժամանակաշրջանային ունիվերսալ առումով, որ դրա հետևանքները ենթադրում եմ ինչ-որ մի ձևով իրենց դրսևորելու են։ Այսինքն այդ իզմերի կարևորությունը ենթադրում եմ հետևանքներով է կարևոր, թե ինչ հետևանք է դա ունենալու, այսինքն ինչ են նաև հաջորդ պատմական, ինչ է ստանձնելու հաջորդ սերունդը, որ հենց դրա դիրքերից է ասելու, էլի։ Ինչ որ ստանձնում է, այդ իզմն էլ ուզում է մենք ունենք պարտադրել։ դերակատարում այն հարցում, թե մեր այսօրվա պատմականացումը ոնց անենք, որ դա ինչ որ ձևով հաջորդին ոնց որ հանձնելիս բնականաբար, այսինքն մենք միշտ ինչ որ բան ենք փոխանցում, մտածելով կամ ոչ։ Հետևաբար, եթե դա լինի ավելի գիտակցված, ավելի պատասխանատու, ինչ որ մի հարցեր կլինի, բայց շատ վստահ չեմ, որ հիմա կկարողանանք օրինակ մանավանդ հիմա բանը չէ, այդ էկոլոգիական ճգնաժամի հետ կապված մեծ այսպես խմբավորումներ են ստեղծում, մեծ ջանքեր են դրվում, նույնիսկ այդ պարագայում շատ մեծ հույս չունեմ, թե դա հնարավոր է այդպես կասեցնել այդ ընթացքը, էլի, որովհետև մի բան է այդ փոքր խմբավորումների ջանքերը, մյուս բան է այդ հմտությունների քաղաքակրթական են ձևերը, որոնք ինքնաբերաբար ինքնահոսի գնումներ են, էլի, որոնք շատ ուժեղ են, Ցավոք պատմության մեջ հայտնվելու համար ընդհանրապես 45 րոպե ունենք այս թեման քննարկելու եւ մի հարց է ընդամենը մեզ թույլ տալիս ժամանակը քննարկել ու փակել թեման, տես դու ասացիր, որ պատմություն ստեղծելը նախ եւ առաջ նարատիվներ ստեղծելն է, պատումներ, այսինքն պատումներից է ծնվում պատմությունը։ Մեր ժամանակները հասկանալու իմ ջանքերի մեջ ես տեսնում եմ, որ այդ նարատիվները որ հիմա գոյություն ունեն, ծայրահեղ հակասական են, այսինքն մենք միևնույն մեր հասարակությունը դիտարկենք, միևնույն ժամանակ Քրիստոսի ամենամեծ արձանն ենք դնում եւ միևնույն ժամանակ այլ մարդիկ նույն տեղում զբաղված են տարածաշրջանի ամենամեծ դատա կենտրոնը ստեղծելու գործով, այսինքն այս նարատիվները այնքան հակասական են իրար։ Նույն գլոբալ առումով էկոլոգիական աղետի մեծ կանխազգացում կա եւ միևնույն ժամանակ հույս, որ եթե մենք կարողանանք ճշգրտել մեր սպառողական վարքը, կարողանանք կառավարել այդ էկոլոգիական ռիսկերը։ Նույն AI-ի հետ հարաբերությունները, ոմանք կարծում են, թե AI-ը մեզ կփրկի վերջո մեծ մարդկային օրինակ սխալներից, չէ՞, որ անելու համար տեխնոլոգիական կամ հակառակը կխլի իշխանությունը մարդու ձեռից եւ կսկսի իշխել, այսինքն միևնույն ժամանակ շատ հակասական նարատիվներ կան։ Իմ հարցը հետեւյալումն է, ո՞րն է գլխավոր միֆը, որին այսօր հավատում է մարդկությունը։ Կամ պատումը, կամ նարատիվը, չգիտեմ։ Իսկ ամենամեծ միֆը այսօրվա այն է, որ կա տպավորություն, թե բոլոր միֆերը կարող ենք իմանալ։ Այսինքն իսկապես դա, այսինքն ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև այսօր մեզ թվում է, թե մենք կարող ենք մեզ միֆերից դիստանցավորել, բայց դա ենթադրում եմ հերթական եւ ամենամեծ միֆն է։ Դա գալիս է մի քանի տեղերից, ենթադրում եմ այդ միֆը կամ առասպելը կամ նարատիվը, մեկը գիտության առասպելն է, այսինքն տպավորությունը, թե գիտությունը մարդու համար է եւ գիտությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, գիտությունը ռացիոնալ է եւ այլն, այսինքն բայց գիտության այդ դարաշրջանը, եթե այդպես ասենք, բերեց մի աշխարհ, որը ոչ թե մտահոգված է
բնակեցմամբ, ապրեցմամբ, այլ ինչ որ բաներ բացատրելով եւ մեր այդ օտարմամբ իր հետ բերել այդ բանը։ Եվ մյուսը այդ արհեստական ինտելեկտի միֆն է, կարծում եմ ամենամեծ, որը այսպես ամենազորության տպավորություն է թողնում, թե իբր այստեղ բոլոր հարցերը կլուծվեն, մարդը կդառնա գերմարդ եւ այդպես շարունակ։ Ինչը նշանակում է, որ այս երբեմն քննարկումներում այդ առասպելների կամ նարատիվների պատճառով մենք մեզ կարծես թե դնում ենք վերև եւ վերևից ենք նայում տիրող իրադարձությունները եւ արդյունքում տեղի ունենում հերավորություն, մինչդեռ ճանապարհը ենթադրում եմ բուն հորձանքի մեջ մտնել, հասկանալ, որ մենք զրոյական կետից չենք սկսում մտածել միշտ այդ հորձանքի մեջ ենք եւ այդ հորձանքի մեջ կարողանալ որոշակիություններ դուրս բերել անհատական մակարդակում, ազգային մակարդակում եւ համաշխարհային մակարդակում շատ ընդհանուր եթե ասեմ Դավիթ, շատ լավ դրեցիր այդ այսօր ամենամեծ միֆի կամ մետամիֆի հարցը, հա, կարծես, այսինքն այսօրվա մարդուն թվում է, թե ինքը օրինակ ավելի ոնց որ միֆերից զերծ է, նախկիներ միֆով էին ապրում, ի տարբերություն մեզ։ Ես էլ ունեմ այդ դիտարկումը, ամեն անգամ այդ մի հատ նույնիսկ արտահայտություն եմ հանդիպել քրոնոլոգիական սնոբիզմ, էլի մարդուն անդադվում է թե իր ժամանակից առաջ ամեն ինչ հետադիմական կամ ինչ-որ բան չեն ֆայմել, որը մենք հիմա ենք ֆայմում, մենք հիմա ավելի գիտական ենք, ռացիոնալ ենք, այդ իմ համար այդ միֆը ես օրինակ ռացիոնալիզմի միֆ եմ, էլի ոնց որ բան անում։ Այ պատմականության տեսակետից, այդ քո շեշտադրած պատմական գիտակցության տեսակետից ոնց ես դա բացատրում։ Եթե կուզես էլի անդրադառնալ դրան, ինչու է այդպես, որ մարդը անընդհատ իրեն տեսնում է ամենաճիշտ կետում եւ Եվ ինքն իր ստեղծած, չէ՞ որ ինքն իր կներես, հա, իր նախորդ ոնց որ նախնիների իր կամ նախորդ սերունդի, բայց այնուամենայնիվ մարդկության իմաստով իր իսկ ստեղծած միֆերին տեսակ համարանքով ավերապետում։ Մեր ժամանակներում դա սրվել է, կարծում եմ այն պատճառով, որ մարդը ընդլայնվել ասելով նկատի ունեմ օրինակ նույն արհեստական ինտելեկտը դարել է իր շարունակությունը եւ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե ինքը նաեւ այսինքն եւ պատմությունը կարծես թե երբեմն դադարում է լինել մարդու պատմություն։ Իմիջիայլոց հիմա բավականին լայն տարածում ստացած թրենդ է, նորաձևություն է այդ անթրոպոցենտրիզմի քննադատությունը, որ իբրև թե մարդիկ քանի որ պատմության կենտրոնում իրենց են դրել, այդ պատճառով եկել են հասել են ճգնաժամի, այդ թվում նաև էկոլոգիական ճգնաժամի եւ հիմա խնդիր է դրվում գրել պատմություն, որը չլինի միայն մարդու պատմություն, այլև կենտրոնու պատմություն, բույսի պատմություն, եւ դա շատ տարածված ինչ որ մի նորաձևություն է, կարծում եմ այդ նարատիվի շրջանակներում նեանդերթալցիների պատմությունն են պատմում եւ հոմո սապիենսին դա քննադատողական որ բանա վերացրել է տեսակը եւ իր զուգահեռ գոյություն ունեցած այլ հոմոներին բայց այս խնամ հոգատարությունը իր մեջ մի տեսակ մեկը այնց նարգիզականություն ունի, այնց ինքնահիա չէ՞ մի տեսակ հագնված, այո շատ սուր եւ բայց արդյունքում ենթադրում եմ մարդը մոռացել է, որ ինքը մարդ է, այսինքն եւ սկսել է այդ ուրիշ, այսինքն այդ մոտավորապես իր սահմաններով էլի ինչ-որ մի բան եւ դրա համար ուրիշ դիտանկյուն, ոչ մարդկային դիտանկյունից տպավորություններ են ստեղծվում, թե իբր արդեն այդ միֆերը չկան, առասպելները չկան, այ հիմա մենք վերջապես ազատ մտածում ենք, մենք հիմա կարող ենք լինել նա, ով որ ուզում ենք, այդ ազատությունն էլ ազատության այդ թյուրիմացությունն էլ մի ուրիշ առասպել է կարծում եմ, որ կարելի է այսօր խոսել, որովհետև մասշտաբի սոցիալական հարաբերությունների մասշտաբի մեծացմանը զուգընթաց մարդուն թվում է թե ինքը այո կարող է ընտրել այդ կապերը, կարող է որոշել եւ այլն, բայց դա նորից ասեմ այն պատճառով է, որ տեղեկությունները արդեն օթում են, այսինքն ամենուր կա տեղեկություն եւ մարդու մոտ տպավորությունն է ստեղծվում, թե տեղեկությունները իր գիտելիքներն են։ Եվ արդյունքում հակառակը ենթադրում եմ, որ տեղեկության շատացման զուգընթաց գիտելիքի քանակը փոքրանում է, որովհետեւ սպառվում է այդ Իսկ գուցե անհատի դերն էլ է փոքրանում։ Այո, որովհետեւ գիտելիքը անհատական գիտելիք է, այդ առումով այո, անհատը կարծես թե
նահանջում է։ Չի կարող այդ Նահանջում է եւ այստեղ եթե այդ դիրքերը պիտի պաշտպանենք, ուրեմն այդ դիրքերից պատմություն պիտի ստեղծենք հակադրվելու համար այդ մեծ պատումներին, որը ամեն օր գալիս է մեզ ընդառաջ։ Մեր վրա ընդառաջ շատ օպտիմիստական է։ Ընդառաջ կամ հակառակ։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ եթերում Բարդ մարդ հաղորդաշարն էր, որի ընթացքում մենք փորձեցինք նկարագրել եւ տեղորոշել, թե ժամանակակից մարդը ինչ հարաբերություններ ունի ընթացիկ պատմական ժամանակի հետ եւ պատմության Փիլիսոփա Դավիթ Մոսինյանը այսպես շատ սառնասրտորեն եւ աներկբակ կոտրեց մեր բոլոր կարծրատիպերը պատմության եւ պատմագիտության ընկալման եւ հասկանալու հետ հուսով եմ այս հաղորդումը նույնպես ձեզ որոշակի ուղենիշ կհանդիսանա մտածելու, տեղորոշելու ձեզ այս ժամանակի մեջ եւ հասկանալու ինքներդ ձեզ կհանդիպենք հաջորդ շաբաթ, ստեսություն։